Ես ուղիղ պատասխանեմ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանին միանալը վնասելու է իմիջային առումով, քաղաքական հաջողության առումով Սամվել Կարապետյանին։ Բա ինչու է ինքը գոնե Ես չեմ կարող ասել, ես չեմ կարող, սա իմ անձնական կարծիքն է։ Իհարկե անկեղծություն միշտ գնահատել է, բայց քաղաքական հաշվարկի առումով։ Հաշվարկի առումով լրիվ ուրիշ ասոցիացիաներ են ինձ մոտ։ Հաշվարկի առումով ես դրա մասին խոսել եմ 20 օր առաջ։ Ռոբերտ Քոչարյանի խաղի մեջ մնալը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Եվ այստեղ Կրեմլի հաշվարկներն էլ ինձ համար անհասկանալի են։ Եթե Կրեմլը Հայաստանում ունի որոշակի հետաքրքրություններ, իրենք նաև ունեն որոշակի տեղեկատվություն։ Դուք Հայաստանում կարող եք հրապարակային հարցուփորձ անել եւ կտեսնեք, որ մեր հասարակության մի զգալի հատվածը ձայնը տալիս է Նիկոլ Փաշինյանի միայն այն բանի համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Մկրեմում սա այս տարական բանը չեն հասկանում, որ եղբայր, եթե Քոչարյանը խաղի մեջ է, ուրեմն Նիկոլի շանսերը ավելին է։ Եթե Նիկոլի շանսերը պետքա պակաս, ուրեմն Քոչարյանը խաղից պետքա դուրս գա։ Հետևաբար իրենք ունեն երկու բան։ Սա շատ տարական հաշվարկ է, ինձ համար անհասկանալի, զարմանալի գուցե։ Եթե Կրեմլը շատ է ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա իշխանափոխություն, այդ դեպքում մի րոպեի խնդիր է Ռոբերտ Քոչարյանի խաղից հանելը։ Ես ուղիղ պատասխանեմ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանին միանալը վնասելու է իմիջային առումով, քաղաքական հաջողության առումով Սամվել Կարապետյանին։ Բա ինչու է ինքը գոնե ես չեմ կարող ասել, ես չեմ կարող, սա իմ անձնական կարծիքն է։ Իհարկե անկեղծություն միշտ գնահատել է, բայց քաղաքական հաշվարկի առումով։ Հաշվարկի առումով լրիվ ուրիշ ասոցիացիաներ են ինձ մոտ։ Հաշվարկի առումով ես դրա մասին խոսել եմ 20 օր առաջ, Ռոբերտ Քոչարյանի խաղի մեջ մնալը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։ Եվ այստեղ Կրեմլի հաշվարկներն էլ ինձ համար անհասկանալի են։ Եթե Կրեմլը Հայաստանում ունի որոշակի հետաքրքրություններ, իրենք նաև ունեն որոշակի տեղեկատվություն։ Դուք Հայաստանում կարող եք հրապարակային հարցուփորձ անել եւ կտեսնեք, որ մեր հասարակության մի զգալի հատվածը ձայնը տալիս է Նիկոլ Փաշինյանի միայն այն բանի համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Մկրեմում սա այս տարական բանը չեն հասկանում, որ եղբայր, եթե Քոչարյանը խաղի մեջ է, ուրեմն Նիկոլի շանսերը ավելին է։ Եթե Նիկոլի շանսերը պետքա պակաս, ուրեմն Քոչարյանը խաղից պետքա դուրս գա։ Հետևաբար իրենք ունեն երկու բան։ Սա շատ տարական հաշվարկ է, ինձ համար անհասկանալի, զարմանալի գուցե։ Եթե Կրեմլը շատ է ցանկանում, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենա իշխանափոխություն, այդ դեպքում մի րոպեի խնդիր է Ռոբերտ Քոչարյանի խաղից հանելը։